Բարև ձեզ հարգելի ժողովուրդ ջան, բարև ձեզ, հուսամ ինձ լսում եք, ժողովուրդ ջան, 10 վայրկյան ժողովուրդը մի քիչ հավաքվի, ու մենք սկսենք մեր էֆիրը, այսօրվա, այսօր կարևոր բաներ կա ասելու, և կասենք, խոսենք, քննարկենք մի քանի հարց։ Ինչպես միշտ, քանի ժողովուրդը հավաքվում է, մի քանի թեմաներից խոսանք, չկարևոր թեմաներից։ Թեթև թեմաներ, սենց ասեմ։ Ուրեմն հենց հիմա, որ ես խոսում եմ, այս ժամանակ այրոպորտում Զվարթնոց օդանավակայանում Վարգոզնզոյի Նիգադիայի կորեսպոնդենտն է եկել մտել Հայաստան։ Իրան չեն թողում մտնի երկիր, ինքը դեպորտ է լինելու։ Հենց հիմա ինքը զավում է, ոստիկանությունը իրան ուղեկցել է։ Դեռ որ սպասի իր հետ ռեյսին, Հայաստան ինքը չի մտնելու։ Բրավո, բրավո, դա մենք շուտ պետք է անենք։ Այդ բուլկի ինչ Նիգադիայի ասեց չէր մտնում Հայաստան։ Սկսեցինք մեզ պաշտպանել, սկսեցինք ատամներ ցույց տալ։ Ու հավատացեք, չերես դրան մեզ ավելի են հարգելու։ Հարկասում։ Ուրեմն անցյալ էֆիրում Արտակ Ղուկասյանն որ խոսում ենք ժողովուրդ ջան, խոսում ենք դպրոցում կաշառքները, փողահավաքները, բանը եւ այլը։ Մի կողմից անսպասելի է շատ, մի կողմից շատ սպասելի է, որ շատ զանգեր ստացա, գրեցին մարդիկ, ինձ էլ Արտակին էլ եւ այլը։ Արդիական թեմա է շատ։ Ուրեմն ես ասեմ սենց բան, լիքը դպրոցներ կա, որտեղից ասեցին ծնողներ, մարդիկ, որ պարոն Ամատունի կոնկրետ այսինչ դպրոցում տենց բան չկա, գոյություն չունի, բայց լիքը դպրոցներ կան, որ ասեցին, որ այդ փողահավաքը կա։ Ես համեմատեմ ժողովուրդ ջան, որ դուք հասկանաք, տեսեք Իսպանիայում, ոնց է դպրոցներում, եթե մունիցիպալի դպրոց է, ձերի դպրոցները։ Տարվա սկզբին 90 եվրո գումար են վերցնում ծնողներից, դա գնում է ամբողջ տարի։ Այդ 90 եվրոյի մեջ մտնում է մոտարապես 7-ից 10 էքսկուրսիա ավտոբուսներով, տանում են Իսպանիայի տարբեր կողմերը եւ այլ, որից մեկ անգամն էլ լինում է գիշերով են մնում երեխեքը, то есть ամբողջ ցերեկը ֆորում են, գիշեր այնտեղ մնում են, կեմպինգա կամ հյուրանոցաբան, մյուս օրն էլ քաղաքում ֆորում հետ են գալի եւ այլ։ Մենք հասկանում ենք բոլորս, որ 90 եվրոն այնտեղ գումար չի, մենալ Իսպանիայի գներով, բայց դա է հավաքը։ Ուրեմն ընտանիքները, որոնք գումար չունեն, դա ոնց է ճշտվում, եթե դու թուղթ ես բերում, որ դու պետությունից օգնություն ես ստանում, դա նշանակում է, որ դու միջինից ցածրակ ու դախուտները այդ ընտանիքներին պետությունը սուբսիդավորում է, то есть այդ գումարը իրանք արդեն չեն տալիս։ Բայց ամեն ինչը քվիտանցիայով, ամեն ինչ օֆիցիալնի, լրացվում է, գնում է եւ այլը։ Ով էլ չի ուզում, չի տալիս երախն եւ այլը։ Բայց մերի նման չի, բոլորս էլ Երևանում դպրոցավորել ենք, то ամբողջ Հայաստան մենակ Երևանում չի։ Օրական փողահավաք, երկու շաբաթը մեկ միատ փողահավաք եւ այլը, դա նորմալ չի, ու բացի ձեզանից ձեր երեխեքին ոչ ոք չի պաշտպանի։ То есть հասկանում եք, պետական մարմինները անգամ չգիտեն, որ այդ բանը կատարվում է դպրոցում։ Շատ անգամ կասկածում են, բայց փաստ չունեն։ Կա դեպքեր փաստ ունեն ձեռները, բայց սղսն գնում է թեման եւ այլը։ Չէ, պետք է համառ լինել, մինչեւ վերջ գնալ։ Փող են հավաքում, կանգնած են կողմները։ Վերջ։ Տենց կոնկրետ փաստեր եղան, կամ ինձ կամ Արտակ Ղուկասյանին գրեք։ Ժողովուրդ ջան։ Սրա վերջը դրվի։ Ուրեմն թոշակներից էլ խոսացինք Արտակի հետ, մի քանի հոգի մարդ ճիշտ չհասկացան, իրաց թվաց, թե որ ես ասում թոշակը դե պետք է բարձրանա, բայց հələ ժամանակը չէ, ես ասեցի գումարը չի ելքում, բայց ինձ շատ կարևոր է, որ թոշակը բարձրանա։ Ուրեմն դա մեր էկոնոմիկան էլ է բարձրացնելու։ Եթե ասենք թոշակը բարձրացավ գոնե միջինը 20000 դրամով, գոնե ախր այդ թոշակարին Հայաստանից գումար չի հանելու, չի գնալու Եգիպտոսներ, Լոս Անջելեսներ։ Այդ մարդը մի կիլո ավել երշիկ առնելու, մի հատ հասն ավել առնելու, հնարավոր է մի հատ կոշիկ առնի երկու ամիս այդ թոշակից մի քիչ այդ առնի, то есть էլի միջին էկոնոմիկայի վրա է գնալու։ Մեր Հայաստանի էկոնոմիկայի վրա այդ գումարը։ Բայց մարդիկ էլ մի քիչ կշնչեն, ու ավելի շատ է փողի աբարոտը չի լինելու։ Դա իրոք պետք է անպայման պետք է որ կամաց թոշակները սկսեն բարձրանալ, ասենք ամեն տարի մի քիչ 10 տարի հետո տեսնենք թոշակը արդեն 3 անգամ բարձրացել է համեմատ 10 տարի առաջ եւ այլն։ Աստված դա լինի, ժողովուրդ ջան, մեր էկոնոմիկան այնքան աճի, որ լինի, ես անձամբ շատ կուզեի, բացի դրանից ես ինքս թոշակարում այրիկ ունեմ։ Ես այդ հարցերը, այդ խնդիրները շատ լավ գիտեմ, էլի թոշակի հետ կապված եւ այլն։ Լավ։ Հիմա խոսենք մի քիչ ավելի կարևոր թեմաներից։ Ժողովուրդ ջան, Ռուսաստանի վիճակը վատանում է, գնալով վատանում է։ Ինձ մի հատ կին գրեց պրիվատում, գիտեք, դուք բանը Նիկոլին եք պաշտպանում, մեր խեղճ սրբազանին կպավ բան, էլ արդեն հասկացա որտեղից է, բայց ասին ասյակի բացեմ ստուգեմ։ Ռուսաստանից, իհարկե, Ուլյանովսկից։ Այդ կինը գրել էր մոտարապես մի 10 օր առաջ, մի քանի օր առաջ Ուլյանովսկում ինտերնետ չկա։ Առաջին ռուսական ռեգիոնը, որտեղ ինտերնետը ամբողջովին անջատվել է։ Դու գնացեք ձեր սրբազանին, ձեր Պուտինին, ձեր բան պատժ տարեք։
Մարտի 6-ից Ռուսաստանում շատ տեղեր է անջատելու ինտերնետը, ամառվանից ինտերնետը դառնալու է внутренний, ուսուցային Կորեայի նման։ Ու մենակ ինտերնետի հարց չի, այնտեղ ամեն ինչ իրոք վատանում է։ Ժողովուրդ ջան, հələ ժամանակ կա, վերադարձեք Հայաստան։ Ով իրան հայ է համարում, կան հայեր, գիտեք, որ ռուսից շատ են ուզում ռուս դառնան։ Բայց այն հայերը, որ իրանց հայ են համարում, քանի ուշ չի, վերադարձեք։ Տեսեք 88-89 թվերին մեր Բաքվեցի հայերին ասում ենք, եկեք, ավոր բաներ է կատարվելու։ Չէ, կդզվի ինչ ես խոսում։ Հետո Սումգայիթ եղավ։ Գանձասարի հայերին, Բաքվի հայերին էլի ասում ենք, եկեք, հասցրեք։ Չէ, կդզվի իրանց акցենտով էլ ասում են Բաքվեցիներ ջան, չնեղանաք ինձանից, բայց ձեր акценты կա, չէ։ Слушай, наши бакинские азербайджанцы стеснялись нам в глаза смотреть, да ты что, такого не будет. Տապճկեքով փախակ։ Շատերը դոկումենտ անգամ չհարցրեցին հետները վերցնեն, կան Հայաստան։ Ընծնթականի խնդրեմը մի հատ կեսը երևի ընծնթական չունեն։ Մեր մոտ էլ ասում են գնա, թե մեր մոտ Ռուսաստանում ասա գնաց ընծնթականը։ Որտեղից բերեն, Բաքվից ես ոնց բեր։ Այսօրն եք ընկնելու։ Բարերս հիշեք, քանի ուշ չի վերադարձեք Հայաստան։ Ում եկեք Հայաստան քննադատելով։ Դու знаешь, у нас в Москве Бաքվեցիք ոնց են ասում։ У нас Баку, չէ։ Հայաստանն է քո երկիրը, у нас в Ереване, у нас в Գյումրի, у нас в Վանաձորի и так далее։ Պետք է տենց անեք, ինչ էլ վատնա, ոչ թե այդ վատի վրա կոնցենտրացիա լինեք։ Վարլանդի նման, որ գնաց զիբիլ կտավ։ Այ լավը տեսեք, վատել փորձեք, լավը սարքեք։ Օգնեք մեզ։ Իմ բարերը հիշում եք, ես միշտ ասել եմ, Հայաստանը պետք է Սփյուռքին օգնի։ Հա։ Հիմա գնացել եք, եկեք Հայաստանը կօգնի, բայց ձեր հերթին դուք էլ քայլեր արեք դեպի Հայաստան վերադառնալ, ինչ որ բան ուղղել Հայաստանում։ Սա հազարներով հնդիկներ են աշխատում։ Չկա աշխատող։ Այն ճուզոց հայն էլ որը չի ուզում աշխատի, ասում է գործ չկա։ Հնդիկը երկու անգամ քիչ աշխատավարձ ստանում, հնդիկը գործը ճարել է, հնդիկը տունը վարձել է, հնդիկը մի հատ Հնդկաստան գումար է ուղարկում, այմար գործ կա իր համար։ Գործը կա։ Ու ինձ մի զանգեք էլ աշխատանք ուզեք, որևէ անգամ փորձում եմ մարդուն բանանեմ, չաշխատող մարդը չի աշխատում։ Աշխատող մարդը որին չի զանգում, աշխատող մարդը աշխատանքը գտնում է։ Միանգամից։ Ու մեր արցախցիները, որ այս կրակը ընկան եւ այլը, իրաց մասին էլ ասեմ, ձեզ օգտագործում են հիմա։ Այն երկու կնոջը տեսակ երևի Էշմիածինում, որ եկել էին Ղարաբաղցի 3-ին էին, հա։ Այ մարդ, այս կանայք դաժե չգիտեն ինչ են եկել, ում համար են եկել, ինչ են անում, ասես բանը խոսալով, բան, տուդա-սիդա։ Դուք այդ ձեզ տենց տարան, ընդեղ Ղարաբաղում ընտրում էիք։ Վիտոգի Շարմազանով ընտրեցիք, տեսակ ինչ եղավ։ Ձեզ օգտագործում էին։ Հիմա Հայաստանն է կետորեցում, Վիտոգի ձերոնց էլի ձեր ուզածին ընտրեն Հայաստաններ կորցնեն, կործանվի, չի լինի տենց բան, Ժողովուրդ ջան։ Խելքներդ գլուխները թավակեք։ Դարեք հայ, հայաստանցի հայ։ Դուք էլի հայ եք, բայց դուք հլանեցեք, ձեզ բան ոնց որ եկել եք ճուժո երկիր, այս ախր պետություն ձեզ այսքան էլ օգնեց, է։ Այդ 5000 դրամը ինչ է, 5000 դրամին եք մնաց, է։ Թող իմենակ պետություն օգնեց։ Մի արեք դες բան, խնդրում եմ ձեզ։ Խելքներդ գլուխները թավակեք։ Էլ փախնելու տեղ չեք ունենալու, հավատացեք ինձ։ Ցանկացած հայ, մենակ դուք չէ։ Ձերը պրոստը արդեն հասավ նրա, որ եկաք Հայաստան, ու սա հայերին թող դա դաս լինի։ Բացի Հայաստանից տեղ չունեք փախնելու։ Այս Հայաստանը պետք է հզորացնենք իրար հետ, ձեր ձերի տված։ Ոնց վերնա, տենց է ձերնա։ Պետք է հասկացեք, ու ասեք, այո, Հայաստանը իմ հայրենիքն է։ Ոչ թե ձեր Հայաստանում։ Ձեր Հայաստանը ո՞րն է։ Ուրեմն, Էշմիածինից խոսանք, ընդդեղի ընտրություններից, Ժողովուրդ ջան։ Դե գիտեք, ինչ են միացրել, ոնց են միացրել, այսպես ասած ընդդիմությունը։ Ուրեմն Քոչարյան դաշնակ բան իրանց կանդիդատը, ուրեմն Սևակ Խաչատրյան։ Ես ասում եմ թոդատիտը նիգազիայի։ Սևակ Խաչատրյանը այն մարդն է, որը այն կառավարության շենքի վրա հարձակումը որ եղավ ջարդին փշին շենքը բան, ինքը իրանց մեջ էր։ Էշմիածինցիներ ուզում եք իրան ընտրեք։ Եթե մեկը իրան ձայնը տալի Էշմիածինից, ուրեմն իրանցից եք։ Նիկոլի պարֆիմը գողացողներից եք։ Ընտրեք։ Ես մի բան գիտեմ, որ ես խոսացի մի քանի կանդիդատի հետ, տեխնացիվի հետ, Էշմիածինի քաղաքապետի։ Ուրեմն իմ սիմպաթիան բռնեց Հարություն Մկրտչյանին, Ժողովուրդ ջան, ինձ իր ծրագիրը դուրս եկավ։ То есть ինքը խոստացավ, իսկ ինքը շատ լավ գիտի, որ ես ուսում մնացող չեմ։ Այսինքն ինքը հա, ասեց, Գորջան, մի քանի տարի հետո, եթե դու այն տիտանական փոփոխությունները չտեսնես Էշմիածինում, մտի այֆիրում ասա, որ սենց էր ես խալվեցի, այս մարդը այս ինչ մարդն է։
ծրագիրը իրոք շատ դուրս եկավ, ես իմ կողմից խորհուրդ եմ տալիս Իրան ընտրելը, Ժողովուրդ ջան։ Էլ եմ կրկնում, երբեք չեմ ասում սա լավն է կամ սա վատն է։ Ես հանգամանքներ եմ բերում։ Ինչի է սա լավը։ Հա, ինքը իմ դուրս շատ եկավ։ Թե իր ծրագիրը, թե իր խոսալաձևը, իր պահելը եւ այլն։ Ունդ է կառուցության բացառվում է։ Ոնց ես ժամանակին Ռոմիկ Մխիթարյանի համար է ասում Մալացիա Սեբաստիայում, հա որ բանը։ Հələ փորձեք մի հատ, մտեք Մալացիա Սեբաստիա թաղապետ, մի հատ հələ դե փորձեք Ռոմիկին կաշառք առաջարկեք, կամ մի ծանոթ ազանգի ապեր կարանք այս ծանոթով էս գործը։ Հələ փորձեք, էլի։ Նույնն է լինելու է Աշնադինում։ Ոչ մի ծանոթ, մանոթ, հորոխորստեղ են, քավորը, սանիկա, փողով կարող է մի հատ գործ անենք բան։ Չինելու տենց բան, մոռացեք։ Այ ով տենց բան ուզում է որ շարունակվի, ընտրեք նրանց։ Էլ եմ ասում, կորցնենք Հայաստանում էլ փախնելու տեղ չեք ունենա։ Համար 3-ն է դա Ժողովուրդ ջան։ Հիշեք Էշնադինի ժողովուրդ։ Չեմ դու գիտեք որ Էշնադինի հետ իմ կապերը մայրական այն կողմից Էշնադինից է։ Հիմա մի հատ էլ բան ասեմ Ժողովուրդ ջան։ Ռազմաարդյունաբերությունից խոսանք ու ռազմականից ընդհանրապես։ Շատերը գիտեն, ով չգիտե ասեմ։ Հայաստանում բացվել է служба контрразведки, բացվել է օգնությունով ՑՌՈ и английского Ми-6։ Ժողովուրդ չիմացող մարդը դա կասի դե մի 6-ա։ Դուք չեք պատկերացնում դա ինչ է։ А контрразведка это через разведку уже работает. То есть մենք համ հետախուզություն, համ հակահետախուզություն։ Причем այն ռուսական բաները չէ։ Именно այն ինչը Հայաստանին է պետք։ Դա շատ ուժեղ բան է, մի հատ ես ճիշտ ասած չէի սպասում, որ Նիկոլ Փաշինյանը այդ քայլին կգնա, շատ ռիսկով քայլ է, բայց արեց։ Բրավո։ Եվ մի բան էլ, Ժողովուրդ ջան, ամսի 25-ին ժամը 6-ին առաջի ալիքով ռազմաարդյունաբերության մասին ինչ շատ եք հարցնում, ինչ շատ եք բանանում։ Խոսելու են պաշտպանության նախարարը, խոսելու է Անդրանիկ Խաչատրյանը եւ խոսելու է Ռուբեն Մեհրաբյանը մասին։ Ռուբեն Մեհրաբյանը ում էֆիրը մենք տեսել ենք մեր էֆիրը, բայց ինքը այն մարդը, որը ռազմաարդյունաբերությունը, զենքը ոնց է արտադրվում, որից է առելի, ինքը դրա գլուխն է եղել, հասկանում եք։ Սուրեն Պապիկյանը պաշտպանության նախարար։ Ես մի քանի օր առաջ գցել էի բանը իմ էջում, որ տեսնեք, որ կարողանաք հարցերը ուղարկեք։ Արդեն ուշ է, այլ հարցեր չեն ընդունվում, ով հասցրեց հարցերը ուղարկելա, այնտեղ դες ոչ թե գորամատումն եք հարցնում, տալիս այդ հարցերը, հայ շատ բան գիտեմ, բայց ես այդքան չգիտեմ, ինչքան պաշտպանության նախարարը, Ժողովուրդ ջան։ Այդ ուղիղ կարող եք իրան հարցերը տալ, ով հասցրել այդ հարցերը տալ, դուք պատասխանը կստանաք։ Ու լավ բան ասեմ, որ Հայաստանը մի քանի միլիարդի զենքի առևտուրի բան արել, կոնտրակտ, դա իրանք ասեն արդեն երևի։ Ես հիմա ոչ կոնկրետ թիվը կասեմ, ոչ կասեմ ինչ զենք է գալիս եւ այլն, բայց արդեն համարյա ավարտված է։ Հայաստանը զինվում է, զինվում է շատ թափով։ Դա չի նշանակում մենք ուզում ենք պատերազմի գնանք։ Ես առաջին եմ խաղաղության կողմնակից։ Բայց քանի թուլենք, ինչքան էլ ուզես այդ խաղաղությունը։ Կինձաձայի մեջ հիշում եք, որ ասում է, а мы будем плевать на него, бить и смеяться։ Ասում зачем? Вот чудак, ասում как зачем, հա։ Հիմա եթե թուլ ես, մեր կողքն էլ վայրենիներ են ապրում։ Հա, բոլոր ուզելու են այդ բան գլխին, մեկը կարամ։ Անպատժելի կարամ, խիչ անեմ։ Իսկ հիմա Հայաստանը որ զինվում է, էլ չի կարա այդ անի։ Ուզած մեր հետ խաղաղության սեղան նստելու են։ Կարևորը դա է։ Այսօր այսքանը Ժողովուրդ ջան, լավ բաներ կա, ես կասեմ, ես ձեզ խոսք եմ տվել նոր տարուց մի 10 օր հետո, ես լավ նորություններ ձեզ կասեմ, շատ լավ նորություններ, ավելի կոնկրետ, ավելի բան։ Չեմ ենք ուրախանանք, էլի։ Սուքի մեջ ենք, հա, բայց չեմ ենք ուրախանանք։ Կտեսնեք, որ ամեն ինչ լավ կլինի։ Կրկնում եմ ձեզ, դուխով։